թե 6 օրվա համար է։ Տիկին Հանուշ Հակոբյանը այս անհեթեթ 6 օրվա պատմությունը մտցել է գործի մեջ, եւ այստեղ են տեսեք վերահսկողությունը ռեալ ինչքան ժամանակ եք ծախսել 1 ամիս, 2 ամիս փառատոն։ Սա եղել է կատարողական արվեստի օրերի համար, որը սկսվել է ուրեմն հուլիսի 22-ին, ավարտվել է 24-ին օգոստոսին։ Կատարողական արվեստի բլոկի համար, բայց կատարողական արվեստի ուրեմն սկսելու համար ծրագիրը մենք պահել ենք շտաբ, այսինքն շտաբն է սկսել ամսի 10-ից։ Այսինքն 1 շաբաթվա համար 4 ամիս պատրաստվել եք։ Չէ, ամսա չի, 1 տարին եք պատրաստվել մի շաբաթ, դա հայկական փառատոն 1500 մարդ։ Այս 1 շաբաթի գումար չի, 1 տարվա գումարը։ Չէ, 1 տարվա չէ, սա նախապատրաստական շտաբի աշխատակազմն է, նախապատրաստական աշխատանքներն է, փաստացի տվյալ ծրագրերի շրջանակում փաստացի կատարված։ Դա շրջանակում եղել է վարպետության դասընթացների, եղել է շախմատի համայնքական օլիմպիադա, այսինքն ինչ 7 օրի մասին է խոսում։ Եվ հրամանով գրած է, մի հրաման կարող եմ ցույց տալ ամեն մեկը, քանի միջոցառում ես հրավիրում եմ ձեզ ցանկացած լրատվամիջոց, որ ուզում ավելի մանրամասն իմանա։ Եթե մի աշխատող, ուրեմն մինչև փառատոնը սկսվել է, աշխատանքի բաժանում եք արել, քանի ծրագիր պետք է անել, ինչ պետք է անել եւ այդ ծրագրի դիմաց ինչ գումար պետք է ստանալ, գործադիր տնօրենի հրամանի հիման վրա։ Դրանից հետո ներկայացել են հաշվետվություն փաստացի կատարած նոր վճարումներ։ Այսինքն բացի գործադիր տնօրենից, որ ոչ մի գումար չի ստացել, բայց եղել է ծրագրի ղեկավար։ Սա է ամբողջ հանրահայտ մեր պատմություն այս հավելավճարների։ Երկիր մեջ ասում։ Համեցեք, երկիր մեջ ասում։ Երկիր մեջ է, երկիր օրակարգ։ Տիկին Պողոսյանը ձեր խոսքի խախտումների շարքը ներկայացրած սկսվել են այն փաստից, երբ որ Սփյուռքի նախարարությունը մտել է մեկ խոսքով, երբ որ մտել Հոգաբարձության խորհրդի նախագահ Տիկին Հակոբյանը, դա եղել 2009-ից 11 ժամանակ դուք փորձել եք ինչ-որ բան անել, արձագանքել եք։ Իհարկե, այսպես ամբողջ պայքարի մեջ էր, ինչպես սկիզբը որտեղից սկսվել է, որ Սփյուռքի նախարարությունը խախտումով է մտել։ Հենց այդ մասին։ Ուրեմն ես ձեզ ասել, հիմա նստեք, իրադարձությունները բավականին արագ է գնացել, եւ քանի որ այդ գործընթացը Սփյուռքի նախարարություն եւ կառավարությունն են միասին արել։ Ուզում եմ տեղյակ պահել նաեւ այդ նիստը, որտեղ Հանուշ Հակոբյանն ընտրվել է հոգաբարձների խորհրդի նախագահել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Եվ ես ավելի վստահ եմ, որ Հանուշ Հակոբյանն այնքան լավ է ուսումնասիրել այդ թեմաները, մտածել եմ, որ կառավարության պատասխան որոշման վարչապետի հետ արել, դա այն գործառույթը չի եղել, որ ես արի, այսինքն մնացած բոլոր հարցերը պետք է տնօրինացնել։ Այս գործընթացների ընթացքում պարզվեց, որ այդ հոգաբարձությունների խորհրդի հիմքերը, երբ որ ես արդեն հետ էին արել, տեսա, որ դա հիմքերը չկան։ Ինձ համար շատ առօրինակ է, որ դիտվող երբ որ Տիկին նախարարը ընտրվեց հոգաբարձությունների խորհրդի նախագահ, ես ասացի, որ մեր կանոնադրության մեջ բազմաթիվ հարցեր կան փոփոխության ենթակա, օրենքն է փոխվել, ասես մի տարի կաշխատենք, հետո պետք չի անմիջապես փոփոխություն։ Դուք համաձայնել եք 1 տարի աշխատել եւ հետո Հա, համաձայնել եմ, ասես կաշխատենք, հետո փոփոխությունները միանգամից կանենք, այսպես է եղել։ Դուք նշեցիք, որ անօրինական է հոգաբարձների խորհրդի նախագահ, Ներկայացեք, հա, որ նրատվամիջոց։ հայերն այսօր բարբերական։ Իսկ ոնց է որ վարչապետը մի շարք հոգաբարձների խորհրդի նախագահի հիմնադրամների դա անօրինական։ Չի, վարչապետը ինչ հոգաբարձների խորհրդի նախագահ չի, նա քանի որ հիմնադիրի կառավարությունն է եղել, այլ հիմնադրամների հոգաբարձների խորհրդի նախագահ չէ։ Դա նա հիմնադրամի կանոնադրության իսկ սկզբում այն կանոնադրությունը իսկ սկզբում է ձևավորվել։ Ներկայացեք, Կավինե Ավակյան Թայր Զարմինյան։ Այստեղ բավականին լուրջ մեղադրանքներ նշեցի Սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ։ Ճիշտ ասած, ուրեմն եթե մենք լրագրողներ չլինեինք եւ ձեզ լսեինք ծայրից ծայր, այնքան հակ, այնքան գեղեցիկ եք խոսում, որ մենք կմտածեինք, որ դուք շատ ճիշտ եք եւ այս ամենը ճիշտ է։ Խնդրի հարցը ձևակերպեք։ Այո, հիմա կձևակերպեմ։ Ուրեմն դուք ասացիք, որ ամսի 28-ին է գումարվել այդ նիստը եւ դուք հանկարծակի եք եկել, հիվանդացել եք եւ չեք կարողացել գնալ։ Ես ինչքանով որ տեղեկացված եմ եւ կարծում ճիշտ եմ տեղեկացված, ձեր ներկայությունը պարտադիր չէր այդ հոգաբարձությունների խորհրդի նիստին, դուք կարող եք մինչ այդ ձեզ փոխարինող ուղարկել, երբ մարդը հիվանդանում է, որևէ պաշտոնյա նա ունենում է իրեն փոխարինող։ Կարող եք ուղարկել ձեր փոխարինողին եւ ձեր փաստաթղթերը արդեն իսկ պատրաստ պիտի լինեին, ոչ թե անգամ եթե փետրվարին պիտի լիներ այդ նիստը, դուք արդեն պիտի պատրաստ լինեիք, որովհետեւ զգալի եւ հսկայական ֆինանսական դաշտ է այդտեղ ձևավորված, որ փաստաթղթերի համար 2-3 օրը բավական չէ ձևակերպելու, կարծում եմ, որ պիտի պատրաստ Ինչու չեք ներկայացել, հա? Եվ այո, ինչու չեք ներկայացել եւ երկրորդ հարցը, ես որքանով տեղեկացված եմ, ձեր աշխատակազմի ղեկավարը ձեր քույրն է, եւ ինչքան գիտեմ, 5 օրվա ընթացքում որպես մենեջեր ձևակերպելով իրեն, Կարեն Գևորգյանի հետ, Պարերի ուսուցման հետ
կապված դուք նրան տվել եք 180,000 աշխատավարձ։ Դրամ, այդ 180,000 դրամ աշխատավարձը հավասարարժեք է փոխնախարարի 1 ամսվա աշխատավարձին։ Այսինքն պարզվում է, որ 1 ամսվա աշխատավարձը ձեր քրոջ, եթե այդպես գումարեիք, կդառնա 720,000։ Ինչու է այսպես։ Մեկնաբանեք խնդրում եմ Ինչու չեք մասնակցել եւ ինչու եք տվել 180,000 28 իրար։ Ուրեմն առաջինը դիպաշտուն է հիմնադրամի գործադիր տնօրենի փոխարինող չունենք։ Մենք ժամանակ պաշտոնավեսին փոխարինող չկա։ Չէ, եթե մարդը հիվանդանում է, պետք է ինչ-որ փոխարեն իրավական անու վրա կարող է գնալ այդ պարտականությունները դնել դրա վրա։ Ես ես ասում եմ իրավաբանորեն, որ ես հարցը բաղում վերահսկողություններ ասել չէ։ Ուրեմն հաստիկ չլինելու պատճառով միջին գունեցել։ Քանի որ այստեղ կա երկու մաս, ստեղծագործական, մենք ունենք եւ արհեստական ղեկավար եւ ուրեմն ֆինանսատնտեսական մաս, որ հաշվապահ, աշխատանք կազմի ղեկավար, այսինքն ոչ ոք չուներ հանրիազորությունը, որ կարողանար ներկայացնել եւ հաշվետվություն, եւ ծրագրեր, եւ բյուջե այդ մարդը չկա պրակտիկապես։ Եվ իրադարձություն սահմանակալ է, հենց ոչ ոք չէր մտածում, որ ის կարող է։ Այսինքն մարդ չկա ուղղակի։ Չէ, նա ես հիվանդանոցում եմ բոլորն են տեղի, ոչ մեկը չէր գնալու էս մեկ, երկրորդը լիազորություններ չունեին գնալու, ես չէի Ամբողջ աշխատանքն դες է հիվանդանոցում է։ այո, միշտ շարք օրեր առաջին Լավ, գումար է ասել, գումար է։ Ես էլ ասում եմ, մենք ունենք կառավարության կողմից, կառավարության կողմից հաստատված հաշվառ հիմնավորում սիրելիներս 180,000-ը, տեսեք ուրեմն վարպետության դասընթացների տեսեք Ես ցույց եմ տալիս հաշվառք հիմնավորումը, այն հաշվառք հիմնավորումը բոլոր տեսակներս, որը հիմք է հանդիսացել մեկ ազգ մշակույթ հիմնադրամի բյուջետային հայտի համար 138 միլիոնի այստեղ գրված է ծախսեր։ 138 միլիոնի ուրեմն ծրագրի մեջ մեկ միջոցառումը դա կատալոնական արվեստի շրջանակներում անցկացող ժողովրդական պարարվեստի պարուսի վարպետության դասընթացների կազմակերպումն է։ Եվ այստեղ ծրագրի տնօրենի համար ըստ այս կառավարության տված նորմատիվներ, որ ֆինանսավորություն 180,000, ծրագրի մենեջերը 70,000։ Կեցում է կառավարությունը, Տիկին Պողոսյան, ես 30 տարվա լրագրող եմ։ Իմ ամենաբարձր աշխատավարձը ներեցեք 60,000, որ ես ստացել եմ։ Մեկ ամսվա, այդ ինչպես է, որ մարդը 5 օրում կարող է 180,000 աշխատավարձ ստանալ։ Այո, խոսում եք խախտումների մասին, ֆինանսական բուժ, բացողումների, բայց ինչպես է 5 օրում մարդը մեր ֆինանսների նամակադրելի չէ։ Ուրեմն նայեք, ես ուզում եմ ձեզ բան ասեմ սիրելիներս, որ այստեղ մենք գործ ունենք ոչ թե խաղ ծառայության աշխատողներ, մենք ունենք ծառայությունների հետ։ Ֆինանսների նախարարության հետ այդ նվազագույն ուրեմն նորմատիվները քննարկվում են։ Եվ ասեմ, որ 2010 թվականի երբ որ բյուջեն կազմվում է, այն ժամանակ սկզբունքորեն եղել է մի պահանջ կառավարության կողմից պահպանել 2008-ի ուրեմն մակարդակը։ Եվ չնայած ես չեմ ունեցել պաշտոնապես նախարարության կողմից հաստատված ծախսերի նախարարշիվ, մաքսիմում պաշտպանվել է 2000-ից։ Բայց աշխատակազմի Բայց լինի ամեն մեկը ինչ աշխատավարձ ստանալ։